Գնա։ Գնա, գնա արագ։ Կանգնեք տղերք։ Այստեղ ոչ ոք չկա, պարոն։ Վերադառնում ենք։ Ոնց որ հետ ընկան։ Ես լավ հոգնել եմ, Դենիել։ Երևում է լավ կատաղել են։ Որ տեսանամ դրեսինգում են հսկա տղին ոնց գետնով տվի։ Մի օր քո տակարունության պատճառով լուրջ խնդիրների մեջ կընկնես։ Բան էլ չի լինի։ Գնանք։ Ձիերին պետք է մի քիչ հանգիստ տալ։ Ձվերը շատ թարմ են։ Շնորհակալություն Տիկին Էվանս։ Բարևելեն։ Շերիֆ Էլբի, ինչ եք անում մեր կողմերում։ Այս տարածքներն էի ստուգում, ասեցի տեսնեմ դու քեսին ոնց եք։ Մենք լավ ենք։ Սառաջուր կուզեք։ Նա շնորհակալ եմ։ Դեռ գնալու շատ տեղեր ունեմ։ Այստեղ երևում է նորոգող ձեռքի կարիք կա։ Մենք ինքներս կանենք։ Որևէ մեկին վարձելու հնարավորություն չունեմ։ Շատ էլ ճիշտ կանենք։ Համեցեք, միշտ ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Էլբինան հանգիստ է երևում է, փոթորիկ է սկսվելու։ Իսկապես։ Բայց տեսեք ինչ արևոտ օր է, Շերիֆ։ Էլբին երբեք չի սխալվում, տեղատարապան ձև է սպասվում։ Ձեր փոխարեն դրսից ամեն ինչ կհավաքեի։ Գնացինք։ Ասում ես ընթրիքին ինչ ենք ուտելու։ Մի բան կգտնենք։ Իմ կարծիքով այստեղ խորտկարաններ կլինեն։ Կգնանք ճաշացանկը կտեսնենք։ Օհամայում ոսկի շատ կա։ Երբ գործանենք վերջացնենք, ես իմ բաժին ոսկին կվերցնեմ, կգնամ Արիգոնը։ Մի մեծ ռանչո կառնեմ, ինչ կասես։ Մեկ գեղեցկուհի կճարեմ կամ ուստանամ։ Դու ինչ ես անում։ Ես նավով Սան Ֆրանցիսկոից Չինաստան կգնամ։ Չինաստան։ Չինաստանում ինչ ես կորցրել։ Միշտ երազել եմ չինական մեծ պատը տեսնել։ Իսկ հետո ես ինչ իմանամ։ Չես ուզում մի բան որ սա, թե ամեն ինչ ես եմ անելու։ Գիտես մորս նման ես խոսում։ Ավելի լավ է գիշերելու համար մի ծած գտնեմ։ Ինձ համար այնպես ես անհանգստանում, ոնց որ հավիր չտե։ Մեկ այդ գործը պիտի անի, թե չէ։ Դու արա ինչ ուզում ես։ Ես նախընտրում եմ բաց երկնքի տակ քնել։ Հենց հարստանանք մի ծառա կպահեմ, որ ինձ համար ուտելիք սարքի։ Քեսի։ 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 Հելեն, այստեղ եմ։ Ուր էիր։ Կարծեմ պատրաստվում է իր մարգերը փխրեցնել։ Մի բարկացիր։ Բանջարանոցում գործը շուտ ավարտեցի։ Մայրիկի ու հայրիկի գերեզմանին ծաղիկներ էի տնկում։ Եվ երևի հիմարություն է, բայց խոսում էի հետները։ Չնկատեցի ժամանակը ոնց անցավ։ Այո, հիմարություն է, բայց ես էլ եմ հետները խոսում։ Դու էլ։ Այո, ես էլ։ Կարծես թե հեղեղ է լինելու։ Լվացքը հավաքենք ու անասուններին մառան քշենք։ Երկինքը խենթացել է։
Անդրև է, քամի։ Երկինքը խենթացել է։ Անդրև է, քամի։ Շատ ուժեղ քամի է, ոնց որ փոթորիկ լինի։ Մտածում եմ, մեր մարանը չի փլվի։ Մեկը հիմա բան չենք կարող անել։ Ոնց ես կարողանում այդպես հանգիստ նստել կար անել, այսպիսի տեղատարափին։ Տիկին Բենգին խոստացել եմ, որ շրջազգեստը վաղը պատրաստ կլինի։ Իսկ եթե Անդրևը չդադարի, դու համանեղենը հավաքիր, ժամանակից շուտ պետք չի անհանգստանալ։ Քեսի, գնա բեր ավլիր փշուրները։ Կներես, պետք է ավելի զգույշ լինեի, կայծակից վախեցա։ Այս ինչ վիճակ է մեր այգում, մենք դեռ կարող ենք լոլիկն ու ճակնդեղը փրկել։ Վերականգնելու համար ժամանակ է պետք։ Լավ է, գոնե անասուններին գումում փակեցիր, հա, բայց ճուտիկները փախել են։ Ինչից սկսենք։ Անասուններին կերակրենք, հետո հավերին հավաքենք, հետո քաղաք կգնանք, Տիկին Բենգից շրջազգեստի գումարը կստանանք։ Ինչքան շատ բան պետք է կարգի բերենք, բայց կարևորից կսկսենք։ Կգնանք քաղաք ու ցանկապատի համար նոր սյուներ կգնենք։ Ես կարող եմ մնալ այստեղ ու սկսել կարգի բերել։ Քեսի, դու ինձ հետ կգաս։ Էլեն, դու իմ քույրն ես, ոչ թե մայրս։ Եվ լավ չի, որ ավակ քույրը միշտ փոքրին հրամայում է։ Դե լավ, Քեսի, այսօր կարող ես ինձ հետ քաղաք գալ, խնդրում եմ։ Հաճույքով։ Իսկ մենք խնձորով կարկանդակ կառնենք, գործերը ավարտելուց հետո միայն։ Քեսի Բարլոու, դուք շատ կամակոր աղջիկ եք։ Ես ձեր հարազատ քույրն եմ։ Լավ, հավերին հավաքեմ։ Կանգնիր։ Ահա, վերջ, սա վերջինն էր։ Հիմա կարող ենք կրպակից կարկանդակ գնել։ Այո, իմ կարծիքով վաստակել ես քո կարկանդակը։ Դե, գնանք խնձորով կարկանդակ առնենք։ Էլեն, Քեսի, երկու օր է ձեզ չեմ տեսել։ Շերիֆ, ինչպես երևում է, ձեր Էլբին նորից չսխալվեց։ Այո, իմ Էլբին միշտ իմանում է երբ է փոթորիկ լինելու։ Դուք ոնց դիմացակը տեղատարափի։ Ահագին ավիրել է։ Երևի ստիպված կլինեք ձեզ համար աշխատող գտնել։ Ինձ որոշ օգնություն է պետք։ Ես կվճարեմ աշխատանքի համար։ Ուրեմն ձեզ ժամանակավոր օգնական է պետք։ Այո, ճիշտ է։ Բոլոր առողջ տղամարդիկ ոսկու տենդով որակված Կալիֆոռնիա են գնացել։ Չէ՞ ուզում ձեզ այդ մասին հիշեցնել նվեցեք։ Չէ՞ ուզում Ջեքի մասին խոսել։ Հին վերք են նորոգել։ Հին վերքերը դժվար են մոռացվում։ Դա լավ, կփորձեմ ձեզ համար մեկին գտնել։ Դուք շատ հոգատար եք։ Շնորհակալ եմ։ Սրանից ուզում ես սրճարան, տնական ճաշեր, գայթակղի չնչում։ Արյորդներ, բարի օր։ Մենք մի բան ուտելու համար ենք այստեղ։ Էլի ինչ-որ բան կուզեք։ Ոչ, շնորհակալ ենք, Միլի։ Բարոզին ուր է։ Ջոքեսի մոտ, ուր որ է կգա։ Միլի, քաղաքում ինչ խոսակցություններ կան։ Մի քիչ նստիր մեզ հետ։ Լավ կլիներ, քանի դեռ Ռոուզին չի եկել։ Օրիորդներ։
Ինչ հրաշալի աղջիկներ են, է։ Ինչ կկամենաք երիտասարդներ։ Տաք ճաշ։ Հա, լավագույն բանը հիմա տաք ճաշն է։ Մենք երկար ճանապարհ ենք անցել, հոգնել եմ կերակուր պատրաստելուց։ Քեսի, քեզան քաղաքավարի մի պահի։ Կարող եմ առաջարկել հավովապուր։ Այո, շատ լավ կլինի։ Ինձ կրկնակի բաժին։ Շատ լավ, 3 բաժին։ Իսկ ինչ կխմեք։ Ջուր, եթե կարելի է։ Շատ լավ։ Շատ հանգիստ մեռած քաղաք է։ Չէի ուզենա այստեղ երկար մնալ։ Դե մարդկանց մեծ մասը նախընտրում է այսպիսի վայրերում ապրել։ Հնարավոր է, բայց ոչ ես։ Օրիորդներ, բարիեր։ Չէի ուզենա անքաղաքավարի մարդու տպավորություն թողնել։ Ես Դենիել Թաքերն եմ։ Ձեր անունն ինչ է։ Ինչ է, դժվար է պատասխանել, հա։ Հանգիստ բան եմ հարցնում։ Իսկ այս մարդիկ դες ինչ անքաղաքավարի են։ Լսիր, հացատկեր գնանք այստեղից։ Լսում եք, ես շատ քաղաքավարի մարդ եմ, ինչ է, բարևից չեք կարող պատասխանել։ Բարև։ Ներեցեք, Ուզում եք որ ձեզ բարևեմ, ես էլ բարևեց։ ես այս օրիորդներին էի բարևում։ Ինչպես երևում է նրանք չեն ուզում ձեզ հետ առնչվել։ Դուք ովքեր եք, ձեր գործին գնացեք։ Հեյ, օրիորդներ, ուր եք գնում, մի գնացեք։ Դենիել, մենք խնդիրներ չենք ուզում։ Իհարկե ոչ, բայց ոնց որ թե ես երկու տղեր կուզում են։ Չէ, մեզ խնդիրներ պետք չեն։ Բայց եթե պնդում եք, կարող եք դուրս գալ։ Գնացեք այստեղից եւ ձեզ հետ ոչինչ չի լինի։ Ջոն, Սեմյուել, ինչ է կատարվում։ Եկացեք դուրս գանք ու չքվեք այստեղից։ Վերջ տվեք։ Վերջ տվեք, լսում եք, հերիք է։ Վերջացրեք, խնդրում եմ։ Ես վերեցի։ Դարի։ Տեղի չարժվողը մի գնդակ կստանա։ Սա շատ ինհրացան է, լավ չի հասկանում ում վրա է կրակում։ Հիմա հացներդ կուտեք։ Ձերքի հետ բարձրացնել ու նստել գետնին։ Շերիֆ, այս երկուսին բռնեք։ Ասացի նստել։ Մերի դուրս արի։ Ուզում եմ իմանալ ինչ է այստեղ կատարվում։ Ես խոհանոցում էի։ Էլենը մտավ ինձ մոտ։ Դուրս եկա, տեսնեմ կռվում են։ Լավ, եկեք հասկանանք ինչոց է տղեր։ Ներս անցեք պարոնայք։ Մենք ձիերը դրսում կապած ենք թողել։ Մի անհանգստացեք, ախոր կուղարկենք։ Իհարկե դրա համար ստիպված կլինեք վճարել։ Ձեզ համար մահճակալ ընտրեք։ Ես համոզված եմ, որ այսպես ճիշտ չի, շերիֆ։ Մենք այնքան մեղավոր ենք, ինչքան որ են երկու տղեր։ Ինձ ասացին, որ ձեր ընկերն է առաջինը սկսել։ Բայց իրենք ինձ հրահարեցին կռվի։ Ուրիշ ասելու բան չունեք։ Ինչո բանի կարիք ունեք։ Մի բան կուզեինք ուտել։ Միլին կխնդրեմ մի բան բերի։ Եթե իհարկե ուզենա ձեզ կերակրել այսքան բանից հետո։ Շատ զգացված եմ, շերիֆ։ Մի բան կուզեինք ուտել։ Ուրիշ բան չունեիր ասելու։ Կռիվը դու սարքեցիր։ Ինչը չես հասկանում։ Մի հատ էլ էսպիսի փոթորիկ որ լինի, ամեն ինչ փուլ կգա։ Դրա համար էլ մեզ նոր հենասյուներ են պետք։ Այդ յանկիներին պետք է բերեին աշխատեցնեին, որ խելքի գային։ Գնալ մեխերն ու մուրճը բեր, գերանները կամրացնենք ու ձիերին ներսում կպահենք։
Թե ինչու է Աստված այսպիսի ահավոր փոթորիկներ ուղարկում մեզ։ Հայրիկն ասում էր, որ Աստված ու Սատանան պայմանավորվել են, որ իրար գործերի չեն խառնվելու։ Երբեմն մեզ համար անհասկանալի է այս կամ այն բանը ինչու է կատարվում։ Դրա համար էլ հավատը չկորցնելը կարևոր է։ Ինչ հետաքրքիր էր այսօր, չէ՞։ Դու դա հետաքրքիր ես համարում։ Իսկ դու ինչ կհամարեիր։ Ահավոր կոպիտ անքաղաքավարի վերաբերմունք։ Օգնիր այս տախտակներ ամրացնենք։ Բարև Ռոզի, Բարև ձեզ շերիֆ, մայրիկը ձերբակալվածների համար է սարքել։ կարող ես ինքդ տալ, վտանգավոր մարդիկ չեն։ Բարև փոքրիկ օրիորդ։ Ես Ռոզան եմ, Միլի աղջիկը։ Շատ լավ։ Ինչ լավ է բուրում։ Գիտեք, շատ է զայրացել ձեզ վրա, որ պատուհանը կոտրեցիք, բայց եւ այնպես որոշեց կերակրել։ Ասաց հանուն Հիսուս Քրիստոսի։ Շնորհակալություն, շատ զգացված ենք։ Շնորհակալություն Ռոզի։ Թեկուզ վանդակում մենք մեր հավը ստացանք։ Ջրի կարիք որ ունենաք, գիշերային պահակ են խնդրեք, որ ուտեք վերջացնեք ափսեները դրան տակից դուրս եք։ Առավոտյան կհանդիպենք։ Շերիֆ, սպասեք։ Մեզ ինչ եք անելու։ Ձեզնից է կախված։ Մեզնից ինչ է կախված։ Եթե ձեր մեղքը խոստովանեք եւ վնասները փոխհատուցեք եւ դուգան կմուծեք։ Ինչ վնասներ։ Դեռ լրիվ չեմ էլ հաշվել, պատուանը ջարդել եք, նոր ապակի է պետք գցել, գումարած խորտկարանի նորոգումը։ Մեկ երկու աթոռ եք կոտրել։ Իսկ եթե մենք մեզ մեղավոր չճանաչենք, Այդ դեպքում կսպասենք, մինչև դատավորը գա եւ հարցակրություն անցկացնի։ Մինչև դատավորը գա։ Այո, շրջանի դատավորը։ Մոտավորապես մի ամսից կգա։ ես մեկ ամիս չեմ մնա այստեղ։ Ուրեմն ճիշտ կանեք խոստովանեք, որ մեղավոր եք։ Եվ ձեր կարծիքով այդպես արդար կլինի։ Ես չգիտեմ դուք սա ինչ եք անվանում, բայց սա անարդարություն է։ Բայց լավ, մենք խոստովանենք։ Ոչ, մենք մեղավոր չենք։ Լավ, ինչպես տեսնում եմ, ձեր ժամանակի պետք որ իրար մեջ պայմանավորվեք։ Արջևում մի ամբողջ գիշեր ունեք։ Սա անարդար է, Կլարկ։ Մենք մեղավոր չենք։ Կռիվ իսկապես դու սկսեցիր։ Մենք ընդամենը $3 ունենք, նույնիսկ պատուհանին չի հերիքի։ Ուրեմն պետք է պարտքի դիմաց աշխատենք։ Մենակ ոչ ես ոչ մեկին էլ պարտք չեմ։ Դրանք դեռ կտեսնեն։ Մի մոռացիր, մենք բանտարկված ենք։ Լսիր, այդպիսի բան գոյություն չունի, որտեղից ես չեմ կարողացել փախչել։ Ինչ ես խոսում։ Ինձ դեռ ոչ մի անգամ չեմ բանտարկել։ Դու մտածելու կարողություն չունես, Կլարկ։ Դրա համար էլ փախչել չես կարող։ Լավ, հացդ կեր պարկիր քնիր։ Գլուխներս կրակի տակ չենք դնի։ Վեր կացնք, արի ինձ հետ։ Դու իսկապես կարծում ես, որ այդպես գլուխդ կազատես։ Մեզ դուգանք է նշանակված։ Արի մեր պարտքը փակենք։ Մենք ճաղերի հետևում նստելու համար չենք ասել այստեղ։ Եթե հիմա չգնանք, էլ Կալիֆոռնիայի երես չենք տեսնի։ Քեզ մարդավարի կպահես, հիմարություններ չանես։ Ահա, եղավ, Կլարկ, որ ազատվես, ինձ արևմուտքում փնտրիր։ Եթե իհարկե կարողանաս այնտեղ հասնել։
Ձվերը հավաքեցի։ Սկսել են շատ քիչ հացել։ Երևի փոթորիկից վախեցել են։ Ոչինչ, շուտով կհանգստանան։ Քեզ օգնեմ բանջարանոցում։ Վատ չէր լինի։ Գիտես, եթե բանջարանոցը մեծացնենք, ավելի շատ բերք կհավաքենք, բայց նախ պետք է տանիքը կարկատենք, հետո մարանի դուռը նորոգենք ու հետո ձիանոցի տախտակները սարքենք։ Երբ հայրիկը ողջ էր, մենք այսքան մոտ չէինք, չէ՞։ Այո, ճիշտ է։ Քո կարծիքով ինչու։ Կարծում եմ մեր տարիքային տարբերության պատճառով։ Մեկ-մեկ մտածում եմ, ինչու ինձ հետ այդպես վարվեց։ Ջեքի մասին ես ասում։ Այո, Ջեքի։ Կարոտում ես։ Աշխատում եմ չմտածել այդ մասին։ Արդեն 2 տարուց ավելի է անցել, ոչ մի երկտող չի ուղարկել։ Իսկ եթե զոհվելը, ինչ իմանամ։ Դե, եթե ողջ լիներ, գոնե քեզ հաստատ ինչ-որ լուր կուղարկեր։ Ես այդպես եմ կարծում։ Մենք շատ ջերմ հրաժեշտ տվեցինք իրար։ Դրա համար էլ այս բաժանումը ինձ ահավոր տխրեցնում է։ Նա քո իսկական սերն էր։ Դու տարիներ հետո կհասկանաս դա ինչ է։ Ինքդ կզգաս և կիմանաս, որ իսկական սերը հենց այնպես չի առաջանում։ Քո կարծիքով ես իսկական սեր կգտնեմ։ Այո, անկասկած։ Բայց հիմա դու դեռ պետք է ինձ օգնես, որ բանջարանոցը կարգի գցենք։ Ու ինչպես կբացատրես կատարվածը։ Երբ մոտեցա ստուգեմ, բանտախցի դուռը բաց էր։ Մեկը փախել էր, մյուսը մնացել էր ներսում։ Չհասկացա։ Ես էլ չեմ հասկանում ոնց այդպես եղավ։ Ես քեզ կբացատրեմ։ Դու քնել ես, իսկ ձեր փակալվածը պատարակաղով կողպեկը բացել է։ Նրա փոխարեն ճիշտ կլինի քեզ բանտարկեմ։ Չքրու մինչև չմտածեմ քեզ հետ ոնց վարվեմ։ Կլարկ Դեյվիս, տեսնում եմ այստեղ եք մնացել։ Ճիշտ այդպես, սր։ Պարոն Դանիել Թակերը ձիանոց է վազել ու իր ձիով փախուստ է դիմել։ Երևի այդպես է։ Կա ինչ-որ բան, որ ես պետք է իմանամ։ Ես այստեղ եմ մնացել, չէ։ Իսկապես։ Ես քնել էի։ Դուք եւ իմ ենթական։ Ես արթնացա, տեսա, որ Դանիելը կողպեկը բացել է։ Փորձեցի համոզել, որ չգնա։ Հետախուզում եք հայտարարելու։ Անիմաց ժամանակի կորուստ է։ Վստահ եմ մեկ է շուտով մի ուրիշ բանի վրա բռնվելու է։ Եթե իհարկե ավելի շուտ սատանայի ձեռքը չընկնի, բայց կաշխատեմ մի բան իմանալ։ Մենք մանկության ընկերներ ենք։ Ես կզգուշանայի նրան ընկեր անվանել։ Ես իմ հանցանքը ընդունում եմ։ Հիմա ինչ եմ անելու։ Հասարակական կարգի խախտման համար տղամարդը տուգանվում է $10, խորտկարանի նորոգումը մոտ $30 կարժենա։ Ես ընդամենը $1.5 ունեմ։ Այդքանը բավարար է, որ վճարեք ձեր ձիու նախորում պահելու համար։ Ես ձեր նախաճաշի հարցերը կհոգամ։ Շերիֆ, սպասեք։ Հիմա ինչ եք ուզում։ Ես կարող եմ իմ պարտքը փոխհատուցել։ Միլի, խոսելու բան կա։ Ես երիտասարդի առնչությամբ։ Լսում եմ ձեզ։ Նստել այստեղ։ Ինչ ենք անելու։ Բա մյուսն ուր է։ Գիշերը փախել է, պահակը քնած է եղել։ Առավոտյան եկա, տեսնեմ սա նստած է, իսկ դուռը բաց է։ Իսկ ինչու հետը չի փախել։ Ուզում եմ հավատալ, որ սա լավ երիտասարդ է։ Ամենայն դեպս ճիշտ է վարվել։ Դրա համար եկա, որ խոսեմ քեզ հետ։ Հիմա ինչ ենք անելու։
Այս կողմում է։ Կարող եմ հարցնել ուր են գնում։ Եթե իհարկե դուք դեմ չեք։ Ոչ դեմ չեք, թե չի կարելի հարցնել։ Գնում ենք Բարլոու ագարակ։ Այնտեղ Հելենն է ապրում քրոջ քեսի հետ։ Նրանց օգնող է պետք։ Շատ բան չի կարողանա վճարել, բայց կբավականացնի, որ պարտքդ վերադարձնես։ Այդ աղջիկները մենակ են ապրում։ Նրանց հայրը ձմռանը մահացավ Մարիա քեսին ունենալու ժամանակ։ Չեք վախենում, որ կփախչեն։ Եթե ինձ խոստում տաս, որ կմնաս, Համարեք, որ տվեցի։ դա ինձ համար բավարար է։ Մեկը եթե փախչես կգտնեմ, եւ չի բացառում, որ ստիպված լինեմ կրակել։ Երևի այնտեղ կապրես։ Նախճակալ կդնենք աղջիկներից հեռու կլինես։ Վստահ եմ գրող կհանես։ Հելեն, քեսի։ Էլեն, շերիֆ Հոլդենն է եկել։ Բարև ձեզ, շերիֆ։ Բարի օր, շերիֆ։ Հելեն, ողջույն։ Շերիֆի հետին այն տղան է, որը 3 խորտկարանում կռիվ էր սարքել։ Այո, տեսնում եմ։ Շերիֆ, ինչով կարող եմ օգտակար լինել։ Ես եմ ուզում օգտակար լինել ձեզ։ Հելեն Բարլոու, Քեսին Բարլոու, սա Քլարկ Դեվիսն է։ Նա ձեր բոլոր խնդիրները կլուծի։ Շերիֆ Հոլդեն, ներս եկեք։ Ես ուզում եմ ձեզ հետ առանձին խոսել։ Այո, իհարկե։ Քեսի։ Ես անկար չփախչի։ Երեկ էդ ինչ կռիվ սարքեցիք խորտկարանում։ Այո, շատ եմ ափսոսում դրա համար։ Կներեք։ Ահա որ տուրու դմփոց էր։ Ես դեռ այդպիսի բան չէի տեսել։ Իսկապես առաջին անգամ էի այդպիսի բան տեսնում։ Ռոզանն էլ, Ռոզան միլի աղջիկն է։ Քեսի, դու ավելի լավ է ձիում բռնես։ Հերիք է լեզվիդ տաս։ Ինչու եք այս ավազակին բերել ինձ մոտ։ Նա հանցագործ չի։ Այդ դեպքում ով է։ Սա մի երիտասարդ է, որ կաշխատի ձեզ համար, որպեսզի պարտքը փոխհատուցի։ Բայց նա կռվարարի մեկն է, նրան չի կարելի վստահել։ Միլի մոտ կռիվ սկսող այս մեկը չի եղել, ինձ այդպես ասացի։ Դա կապ չունի։ Լավ էլ կապ ունի, հետո ես մարդկանց լավ եմ ճանաչում։ Այս տղան շատ պիտ կամքի տեր է։ Դուք նրան ընդամենը 1 օր եք ճանաչում։ Ինքերը փախել ես ինքը մնացել է, դա շատ բան է ասում մարդու մասին։ Ճիշտ կլինի մենք ուրիշ մեկին գտնենք։ Հելեն Բարլոու, դուք ձեր հորպես համարն եք։ Հետո ուրիշ մեկը չկա։ Ձեզ հենց այս տղան է պետք։ Դե լավ։ Փորձենք տեսնենք։ Բայց միայն 1 շաբաթով։ Մոտ ընդամենը $1.5 կա, դեռ $38 էլ պետք է աշխատի։ Այդ գումարի դիմաց 1 ամիս կաշխատի։ Ասել եմ, որ այն բոլորի տակ կապրի։ Շնորհակալ եմ քեզի։ Խնդրեմ, շերիֆ։ Արդեն գնում եք։ Այո։ Մի անհանգստացեք, ես հաճախ կայցրեմ ձեզ։ Ցտեսություն, շերիֆ։ Աստված ձեզ պահապան քեզի։ Ձեզ էլ, շերիֆ։ Քեսի։ Ուզում եմ ասել միայն որ ուրախ եմ ձեզ հետ հանդիպելու համար եւ շատ շնորհակալ եմ, որ այսպիսի հնարավորություն են ձեռնել։ Լսեք, ձեր անունն ինչ է։ Դեվիս, Քլարկ Դեվիս։ Բարոն Դեվիս, ես ինձ այնքան էլ հանգիստ չեմ զգում ձեզ տեսների միջավայրում, բայց մենք աշխատողի կարիք ունենք, դրա համար էլ դուք այստեղ եք։ Ուրախությամբ կօգնեմ ձեզ օրիորդ։ Ձեր ընկերն ասում էր, որ դուք գնում եք ոսկի փնտրելու։ Դրա մեջ ված բան եք տեսնում։ Արկածախնդրություն, ոսկու տենդ, արագ հրստանալու մարմաճ։ Ոչ միայն հացիվ։ Եթե ուզում եք այստեղ աշխատել, ժամանակն է որ գործի անցնեք։ Արդեն կեսօր է, իսկ ես ամբողջ օրվա համար եմ վճարում։ Ստիպված կլինեք քրտինգ թափել։ Այո, օրիորդ, ես մի ամբողջ օրվա գործ կանեմ, միայն ասեք ինչից սկսեմ։ Շատ լավ ահագին գործ կանելու։ Նախ հարկավոր է մառանի դուռը նորոգել։ Պայմանավորվեցինք։ Որ մոտիկից ճանաչեք, կտեսնեք, որ իրականում շատ բարի է։ Երևի այդքան երկար չեմ մնա այստեղ, որ մոտիկից ճանաչեմ։ Մարանն այնտեղ է, գործիքները աստիճանի տակ։ Տախտակներն էլ այնտեղ։ Գնանք, ես ձեզ ցույց կտամ, պարոն Դեվիս։ Ինձ Քլարկ ասեք, Դեվիս հորս էին ասում։ Զգույշ եղեք։ Շատ լավ։ Շնորհակալ եմ խորհրդի համար։ Արդեն գիտեք ինչ է պետք անել։ Այո, անմիջապես հասկացա։ Քեսի, արի այստեղ խնդրում եմ։ Ուֆ, տեսնեմ ինչ է ուզում։
Ես քեզ պետք եմ։ Իսկ քո կարծիքով, բայց ես օգնում եմ, որ մառանի դուրը նորոգի, արի ներս գնանք։ Ինչ որ բան ես ուզում ինձ ասել։ Նրանից հեռու մնա, քանի դեռ կարգին չենք ճանաչում։ Բայց ոնց կճանաչենք, եթե նրանից անընդհատ հեռու մնանք։ Կռվարարի մեկն է եւ դրա համար ձերբակալվել է։ Դա միակ բանն է, որ նրա մասին գիտենք։ Դրա համար էլ խնդրում եմ նրանից հեռու մնա։ Ավելի լավ է ես գնամ։ Մարդ օգնության կարիք ունի։ Կասանդրա Մեյ, լսեցիք ձեզ ինչ ասացի։ Շատ ու շատ իրամ եմ բառը Լուիզա Հելենա։ Շատ հուսալի ստացվեց։ Հուսանք։ Լավ կլիներ մեկ-մեկ հիշեցնեին Էլենին, որ իմ քույրն է, ոչ թե մայրը։ Ուղղակի անհանգստանում է ձեզ համար։ Ես արդեն հասուն մարդ եմ։ Այո, օրիորդ, վստահ եմ, որ այդպես է։ Ուղևորություն Կալիֆոռնիա։ Պատկերացնում եմ ինչ գայթակղիչ է։ Ձեր քույրը այդ կարծիքին չէ։ Ջեյքի պատճառով։ Ջեյքի։ Ջեյք Ուոլոնի։ Հելենը սիրում էր նրան։ 2 տարի առաջ գնաց Կալիֆոռնիա։ Քրոջս էլ էր ուզում հետը տանել, բայց չգնաց։ Իսկ հիմա ուր է։ Չգիտենք, դրանից հետո ոչ մի բան նրա մասին չենք լսել։ Բայց պետք չի մեղադրել նրան, ով ուզում է հարստանալ։ Այդ մեկը ճիշտ եք ասում, բայց նրա սիրտը դեռ ցավում է։ Դա նկատելի է։ Լավ, արի փորձենք սա դրան տակ դնել, որ մի քիչ բարձրանա։ Շնորհակալ եմ։ Դու հրաշալի օգնական ես։ Իսկապես։ Իսկապես։ Հա, ամեն ինչ նորմալ է։ Կարծես թե այո։ Լավ է տեղադրված։ Գայք։ Ինչ փափուկ է բացվում։ Այո, որովհետև հիմա դուրը ծխնուց է կախված։ Դա կարևոր է։ Քեսի պետք է քաղաք գնանք, սայլը լծիր եւ դու էլ պատրաստվիր։ Կարելի է ես մնամ։ Մենք Միլիի մոտ կմտնենք, մի քիչ կզրուցենք։ Դե լավ գալիս եմ։ Գնամ հավաքվեմ։ Դե, դուք շատ լավ գլուխ անեցիք։ Կարծում եմ այո։ Կարող եմ ձեզ օգտակար լինել քաղաքում։ Չեմ կարծում դրա կարիքը չկա։ Շատ լավ։ Հիմա ինչ եք ուզում որ անեմ։ Ձիանոցը, սյուներից մեկը լրիվ վնասվել է։ Չնայած մյուսների էլ փոխելու ժամանակն է։ Նոր հենասյուները մառանի հետևում են։ Գործիքներն էլ ներսում։ Ես կնորոգեմ։ Ես ու Ռոզան ուզում ենք գործվածքեղենի խանութ մտնել։ Ռոզան եւ ես։ Դե լավ, Ռոզան եւ ես գնում ենք գործվածքեղենի խանութ։ Խնդրում եմ նայիր այն գործվածքի ձեռքա, որ ինձ պետք էր։ Հետո միասին կընտրենք։ Շատ լավ, շնորհակալություն։ Պետք է ասեմ, որ շատ դիտարժան տուրուդմփոց էր։ Չգիտեմ։ Իմացա, որ հիմա քեզ մոտ է աշխատում։ Այո, 1 շաբաթ փորձաշրջանով։ Բայց ոնց կարող եմ վստահել մի մարդու, որ այդպիսի ահավոր կռիվ սարքեց, բայց շերիֆն ինքն է նրան բերել, հետո էլ հաճերի մարդը երևում։ Կտեսնենք, այնքան էլ վատը չի։ Մեկ էլ տեսար կապվեց իր հետը։ Միլի, վերջ դուր, խնդրում եմ։ Մտքովս էլ չի անցնում։ Գիտեմ, որ մտքովդ չի անցնում։
Թող քո բարությունը միշտ քեսիի հետ լինի, որ երբեք ոչ ոք նրա ճանապարհին չկանգնի։ Նույնիսկ ես։ Բարի գիշեր, մայրիկ։ Բարի գիշեր, հայրիկ։ Բարի օր, Օրիորդ Բարլոու։ Բարի օր։ Երբ այդ հենասյուները ամրացնեք, պարոն Դևիս, չմոռանաք մյուս հենասյուների մասին։ Այո, իհարկե։ Օրիորդ Բարլոու։ Այո։ Գիտեք, ես չէի ուզենա պարտադրել իմ ներկայությունը։ Եթե կարողանայի արագ պարտքս մարել, ուրախությամբ դա կանեի, բայց ես շերիֆին խոստացել եմ եւ պետք է խոստումս կատարեմ։ Ինչ նկատի ունեք։ Քանի դեռ այստեղ եմ, մեր հարաբերությունները խիստ գործնական կլինեն։ Ես էլ ձեզնից զուտ գործնական հարաբերություններ եմ ակնկալում, պարոն Դևիս։ Ինչ լավ աշխատող է, չէ՞։ Կարծես թե այո։ Բայց դրա համար լուրջ պատճառ ունի։ Պարտքը կմարի ու իր ճամփով կգնա։ Մյուս ոսկի որոնողներին հեչ նման չի։ Բոլորն էլ մեկ են։ Բոլորն էլ արկածախնդիր մարդիկ են։ Աշխատալից քթիտակ երգում է։ Հայրիկն էլ էր միշտ գործանելիս քթիտակ երգում։ Այստեղ քեզ մեր հայրիկին չի հիշեցնում։ Ոչ։ Շատ ծիծաղելի է։ Ձեր նախաճաշը։ Էլենա աշխարհի ամենալավ խոհարարն է։ Չէ, երկրորդը Միլիից հետո։ Միլիի սարքածը փորձել եք։ Այո, շնորհակալ եմ քեզի, շատ համեղ է։ Հոգաչափ շնորհակալ եմ։ Եթե ծարավեք, հենց ստորակից կարող եք խմել։ Ինչ ամուրսյուն է։ Դուք ազնվորեն հոգի եք դնում գործի մեջ։ Հոգով ազնիվ եղիր եւ Աստված կփոխհատուցի քեզ։ Ինչ։ Դե հայրս էր այդպես ասում։ Ուրիշ ոչ ոքից մինչև հիմա դեռ չէի լսել։ Իմացա ձեր ընտանիքում ինչ է եղել։ Շատ եմ ցավում։ Ոչինչ, ոչինչ։ Ինչ հաճելի էր նորից դա լսել։ Քեսի, երբ ավարտես արի ինձ օգնիր։ Տեսնում եք, առանց ինձ ոչ մի բան չի կարող անել։ Շատ լավ է։ Երբ ինչ-որ մեկին կարող ես օգտակար լինել։ Քեսի, արի խնդրում եմ։ Լավ, պետք է գնամ։ Ներս մտիր փորձիր, մի քիչ երկարացրել եմ։ Բայց ինչու։ Դու բո ես քաշում, փեշերդ կարճանում են, իսկ ես ուզում եմ, որ դու լավ տեսք ունենաս։ Համել շուտով պարեր են կազմակերպելու։ Ճիշտ որ մոռացել էի։ Քեսին իրավացի է։ Դուք շատ համեղ եք պատրաստում։ Շնորհակալ եմ։ Հա, ոնց է քույրիկս։ Էլի քթիտակ երգում է։ Լսում եմ։ Բայց ինչ կարող ենք անել։ Գիտես, հիմա այնպիսի եղանակ է, որ նորից կարող է փոթորիկ լինել։ Եթե այդ ժամանակ դրսում լինի, կարող է մեռնել։ Ուզում ես ասել, որ պարոն Դևիսին պետք է թույլ տանք, որ ներսում գիշերի։ Օ, իսկ քո կարծիքով նրա համար քո անհանգստությունները պետք է որ փոխհատուցվեն։ Հա, հիմա ոնց է։ Հրաշալի, շրջվիր հետևի կողմն էլ տեսնեմ։ Կմտածես այդ մասին։ Ուղիղ կանգնիր։
Պարզվում է քեզնից լավ ֆերմեր կստացվի։ Չլսեցի ինչպես եկաք։ Պապս էլ էր այդպես։ Նապաստակին այնպես անաղմուկ էր մոտենում, որ կարողանում էր ականջներից բռնել։ Ձիու վրա նստած։ Ոչ։ Ես աչքս վրա եմ պահում, ինչպես խոստացել էի։ Ամեն ինչ նորմալ է։ Այո, սր։ Հելենը համառ աղջիկ է, բայց բարի հազնիվ սիրտ ունի։ Նրա դժվար կողմերին արդեն ծանոթ եմ, բայց լավ կողմերին դեռ չեմ հասցրել։ Հնարավոր է նրա ուսերին շատ բան է դրված։ Տնտեսությանը պետք է հետևի, քեսին պետք է մեծացնի։ Այո, սր, այդքան հասկացա։ Ինչպես տեսնում եք, ես դեռ այստեղ եմ։ Կարող եք հանգիստ լինել։ Գիտեի, որ դու խոսքի մարդ ես, բայց երբեք չեմ հանգստանում։ Դե լավ, կհանդիպենք։ Անհամբեր կսպասեմ։ Իդեպ քո ընկերոջ Դանիելի մասին իմացա։ Նրան արևմուտքում ձերբակալել են կռիվանելու համար։ Կախելու են։ Հնարավոր է։ Կյանքն է այդպիսին։ Եթե նրա հետ գնայիր, դու էլ դրանից չէիր խուսափի։ Բայց դու այստեղ ես։ Դե գնա։ Արկաստո ես այստեղ եմ։ Ամբողջ Միսիսիպիում այս տեսակ համեղ կարկանդակ չի գտնվի։ Իսկ իմ սարքած կարկանդակները քոնն էլ է համեղ, համարյա միլիի սարքածի չափ։ Շնորհակալ եմ։ Ձեր աշխատողը ո՞նց է։ Թույլ է տալիս, որ օգնեմ իրեն։ Ի տարբերություն ոմանց, նա ինձ վերաբերվում է որպես հասուն մարդու։ Կարծում եմ լավ աշխատող է։ Էլենը նրա հետ շատ խիստ է վարվում, բայց նա աշխատում է մեզ մոտ։ Պարտադիր չի, որ մեր ընկերը դառնա։ Դու բոլորի հետ կարող ես այդպես խիստ վարվել։ Ոմանք արժանի են դրան։ Ողջույն։ Բարի օր։ Բարև։ Ձիանոցը համարյա ավարտում եք։ Մնաց մի քանի տախտակ էլ ամրացնեմ ու վերջ։ Ես գնում եմ բացատից ծաղիկներ հավաքելու։ Մի օր ինձ համար էլ մի փունջ կբերեք։ Սիրով, միայն ասեք երբ։ Օրորդ Բարլոու, ինչպես է։ Հրաշալի։ Շատ լավ է ստացվել։ Շնորհակալ եմ։ Այս բոլորը հորից եմ սովորել։ Բոլոր օգտակար բաները։ Այսպեսի շնորհք ունեք եւ արկածների հետևից եք ընկել։ Չեմ հասկանում ձեզ։ Ես դեռ այստեղ եմ։ Տեսնում եմ փորձում եք ինձ հասկանալ։ Ես չեմ կարող հասկանալ ինչպես կարող է մարդ թողնել իր տունը հարավում եւ գնալ լեռների մեջ փնտրելու բաներ, որ չգիտի էլ արժեք ունեն թե չէ։ Գիտեք, մարդ կա բախտի հետևից ընկած։ Մարդ էլ կա եղածով է բախտավոր։ Ես էլ էի բախտի հետևից ընկածներից։ Իսկ հետո ինչ եք անելու։ Երբ այստեղ ավարտեք ձեր գործը։ Հավանաբար արևմուտք կգնամ։ Սան Ֆրանցիսկոյում նավ կնստեմ եւ Չինաստան կգնամ։ Չինաստան։ Նոր արկածներ, նոր վայրեր, նոր ծանոթություններ։ Տեսնում եմ դուք այդպես էլ չեք ուզում կանգ առնել։ Կուզենայի մի օր կանգ առնել։ Ընտանիք ստեղծել։ Հավերը նորից սկսել են լավացել։ Լավ է, չէ՞։ Այո, իսկապես, ուրեմն ամեն ինչ լավ է։ Ուրեմն ակլորն իրեն արդարացնում է, հա։ Այս շաբաթ բարեր են կազմակերպում։ Դեռ երբեք բարերի չեմ մասնակցել։ Շատ նոր մարդկանց կարելի է տեսնել, երաժշտություն կլինի։ Դու եւ քույրդ էլ եք գնալու։ Դեռ ոչ մի անգամ բաց չենք թողել։ Ուզեք դուք էլ եկեք մեզ հետ։ Հելենին հարցրեք այդ մասին։ Ինչի մասին հարցնի։ Լավ, կսպասեմ։ Կարելի է նա էլ մեզ հետ գա ապարելու։ Ինչպես կուզի, ուզում է թող գա։ Չգիտեմ, ես նորմալ հագուստ էլ չունեմ։ Իմ կարծիքով նրա համար կարող ենք մի հարմար բան գտնել։
Այս կոստյումով ինչ տեսք ունեմ։ Շատ լավ, շատ ես ազում ձեզ։ Դուք հրաշալի տեսք ունեք։ Այս զգեստը 2 տարի է չէի հագնում։ Ջեքի հեռանալուց հետո։ Քեզ իմ պատմես նրա մասին։ Քեսին շատախոսի մեկն է, ոչինչ բաց չի թողնում։ Դուք շատ գեղեցիկ տեսք ունեք։ Սա հատուկ տոնակատարության համար էի պատրաստել։ Էլեն, ես սիրուն տղենով է։ Խնդիր կա տղերք։ Չէ, մենք խնդիր չունենք, ճիշտ չէ Ջոն։ Ուղղակի նրան ուրիշ կողմով ենք ուզում ճանաչել։ Ինչ եք ուզում։ Ընդամենը այստեղի ձեռքը սեղմել եւ ասել, որ մենք մի քիչ մեղավոր ենք մեզ զգում։ Իսկապես այդպես եք մտածում։ Հա, հենց այդպես։ Եղած է, անցած լինի։ Եկեք վարենք։ Դուք իսկապես շատ էլեգանտ տեսք ունեք։ Գնանք։ Գնանք բարենք։ Ջոն, որ խնդրեմ մի բաժակ լիմոնադ կբերեք։ Իհարկե, Էմիլի։ Իսկ ձեզ Էլեն։ Շնորհակալ եմ, ես տարավ չեմ։ Հետաքրքիր է, վաղը պարոն Դևիսին արարողությանը կտեսնենք։ Ճանապարհին ասացի այդ մասին, բայց ոնց որ առանձնապես հավատացյալ չի։ Շատ ափսոս։ Ված չէր լինի։ Կարծում եք գեղեցիկ տղամարդ է։ Կարծում եմ, այո։ Բայց ված չի պարում։ Դե լավ է պարում։ Լավ աշխատող է։ Լավ ձեռք ունի։ Հետը շփվելը հաճելի է։ Բարեհոգի մարդ է։ Բայց երևի պետք է մի քիչ հղկվի։ Շուտով կհեռանա այստեղից։ Շնորհակալ եմ, Կլարկ։ Ինձ համար շատ հաճելի էր օրիորդ։ Լավ եք պարոն Քլարկ Դեյվիս։ Դուք էլ պետք է պարեք, բայց քեսի, կարծեմ տղամարդն է կնոջը բարի հրավիրում։ Դե հրավիր պարելու։ Թույլ կտաք։ Սիրով։ Գնամ Ռոզային գտնեմ։ Իրար ոնց են սազում։ Հա, ճիշտ որ։ Էլի։ Չես ուզում տուն հրավիրել։ Լավ տղա է։ Այո, ճիշտ ես։ Քեսին այնպես է ուզում շուտ մեծանալ։ Ես շատ լավ եմ հասկանում։ Իսկ դուք։ Ես էլ։ Ես գիտեմ հիմա ինչ եմ ուզում։ Այն ինչին այդքան կարևորություն էի տալիս, պարզվեց անիմաստ էր։ Ես պետք է ձեզնից ներողություն խնդրեմ։ Խնդրում եմ ներեք ինձ։ Ես այդպես չեմ կարծում։ Երբ եկաք, ես կանխակալ կարծիք ունեի ձեր մասին։ Չէի վստահում ձեզ։ Ամեն ինչ նորմալ է, չարժի այդ մասին հիշել։ Դուք այնպիսին չեք, ինչպիսին ես էի կարծում։ Պետք չի։ Թույլ տվեք ասել։ Ես սկսում եմ ձեզ ճանաչել։ Դուք իմ պատկերացրածից բացարձակապես տարբեր եք։ Եվ ուզում եի ասել, որ դուք ինձ դուր եք գալիս։ Դուք էլ ինձ եք դուր գալիս։ Քեսի, արագացրու, արարողությունից կուշանանք։ Գալիս եմ։ Բարի լույս։ Բարի լույս։ Եկեղեցի եք գնում։ Մեզ համար եկեղեցի գնալը կարևոր է։ Արարողության ենք մասնակցում։
Հավատացյալների հետ ենք շփվում։ Պարզ է։ Երեք ես ձեզ հրավիրեցի։ Հիմա էլ եմ կրկնում հրավերս։ Կարող եք մեզ հետ գալ։ Շնորհակալ եմ հրավերի համար, բայց երևի ճիշտ կլինի ես մնամ աշխատեմ։ Մենք կարող ենք բոլորս հաղորդություն ստանալ։ Օրորդ Բարլոու, ես վստահ չեմ, որ ճիշտ եմ հասկանում հավատ բառի իմաստը։ Դա նշանակում է հավատալ, որ միայն քո ուժերը բավարար չեն, որ քո մասին հոգացող կա։ Եթե ընդհանրապես դա է, ես իմ օրը ավելի արդյունավետ կանցկացնեմ։ Աստուն փառաբանելուց ավելի մեծ օգուտ կքաղեք, պարոն Դեվիս։ Աստծո հետ հաղորդակցվելը բոլորի համար էլ կարևոր է։ Դե լավ, եթե ձեզ համար դա այդքան կարևոր է, թող այդպես լինի։ Եվ ես շնորհակալ եմ, որ ինձ տոնակատարության հրավիրեցիք։ Խնդրեմ։ Կասանդրա։ Բարի լույս, Կլարկ։ Քեզի խնդրում եմ, արագացրու, գնացինք։ Ես չեմ ուզում ուշանալ։ Թույլ կտաք։ Սովորաբար արարողությունից հետո մենք թեյախմության ենք մասնակցում։ Դուք ստիպված կլինեք ինքներդ ձեզ համար ուտելու բան սարքել։ Մի բան կանեմ։ Պարոն Դեվիս, Օրորդ Բարլոու, շաբաթը լրացավ։ Ստացեք ձեր վճարը։ Տիկին Միլին եկեղեցում չէր։ Եկեղեցում էր։ Դա նրան պետք է տայիք։ Ես կարող եմ տալ, բայց ճիշտ կլինի, որ դա դուք անեք։ Լավ, շնորհակալ եմ։ Բանջարանոցը հրաշալի վիճակում է։ Շնորհակալ եմ։ Նայեք, լոլիկը արդեն կարմրում է։ Սմբուկը խնդրում է, որ քաղեք։ Կարող ենք այս բոլորը շուկա տանել։ Ես դրանք քաղաքի շուկայում կվաճառեմ։ Դուք էլ Միլիի մոտ կմտնեք։ Շատ լավ։ Այսօրվա գործը կարծես թե ավարտեցի։ Հիմա իրերս հավաքեմ գնամ։ Մենք կիրակնորյա ընթրիքի ենք պատրաստվում։ Ինձ էլ եք հրավիրում։ Այո, հրավիրում ենք։ Այսօր կիրակի է, պարոն Դեվիս։ Ուրեմն պարտավոր եմ հրավերն ընդունել։ Օրորդ Բարլոու, եթե որոշեցինք այս կիրակնորյա երեկոն միասին անցկացնել, եկեք իրար պարզապես անունով դիմենք։ Շատ լավ։ Լվացիր արի, Կլարկ։ Համարիր եղած էլ են։ Քեզ այս ծաղիկներն ինձ համար ես քաղել։ Այո, դες համար։ Դուք եք խնդրել։ Դեմ չես լինի, եթե վաղը հետս քաղաք տանեմ։ Ձերն են, արեք ինչ ուզում եք։ Ես շատ եմ սիրում ծաղիկներ աճեցնել։ Սերմերը հողի մեջ եմ դնում, ջրում եմ։ Հենց մի քիչ արևը տաքացնում է, մեկ էլ տեսնում ես, հողի տակից գլխիկները հանում են։ Կյանք են առնում։ Շատ պոետիկ է հնչում։ Ես էլ եմ նույն բանը զգում։ Մենք կուզեինք մեծացնել մեր բանջարանոցը, ավելի շատ բանջարեղեն ստանալ։ Ես կարող եմ օգնել, եթե իհարկե գլխավորը թույլ տա։ Իմ կարծիքով հրաշալի կլիներ։ Իսկ բանջարանոցի շուրջը կարելի է ծաղիկներ ցանել, հեքիաթի պես կլինի։ Ո՞վ է աղոթելու։ Ես կաղոթեմ։ Պարոն Դեվիս, ուզում եի ասել Կլարկ, ամեն ինչ նորմալ է։ Ամեն ինչ հրաշալի է։ Սիրելի Աստված, շնորհակալ ենք մեր հանապազորյա հացի համար։ Շնորհակալ ենք մեր բարեկամի Կլարկի համար։ Խնդրում եմ, քննիր նրա սիրտը։ Կտեսնես, որ չնայած քեզ դեռ չի ճանաչում, բայց բարի ու լավ մարդ է։ Օրհնիր նրան, Աստված իմ։ Քո քեսի Բարլոու, ամեն։ Տեսար, դժվար բան չկա։ Անչափ շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Շատ հաճելի ընթրիք էր եւ շատ հաճելի ինտերակցիա։ Անչափ շնորհակալ եմ։ Կարող ենք վաղն էլ կրկնել։ Սա հատուկ կիրակնորյա ընթրիք էր։ Դե արի հաջորդ կիրակի կրկնենք։ Կարելի է։ Քեսին կարծում է, որ քեզ համար ավելի հարմար կլինի մառանում քնել, քան բաց երկնքի տակ։ Այնտեղ մաղճակալ կա, սպիտակեղեն եւ կարևորը տանիք գլխավերևում։ Կարծում եք։ Իհարկե։ Տեսար, ինքը առաջարկեց։ Դե լավ։ Ես առավոտյան շուտ կարտնանամ։ Սմբուկն ու լոլիկը կհավաքեմ։
Ես քեզ կօգնեմ։ Տունը հավաքելուց հետո։ Անչափ շնորհակալ եմ օրիորդներ։ Խնդրեմ։ Էլի քթի տակ երգում է։ Լսում եմ։ Հարկավոր է սեղանը հավաքել։ Ինձ օգնելու ես, թե քո ստրուկն եմ։ Օ, ինչ լավ է։ Շատ ավելի լավ, քան գետնին պարկելը։ Ծաղիկները մի քիչ խեղճացել են, բայց հույս ունեմ կհավանի։ Կանայք սիրում են ծաղիկներ, թարմ, չորացած, նայած ինչ հոգեվիճակում են։ Ավելի ուշ կհանդիպենք։ Լավ, մենք պետք է գործվածքեղենի խանութ գնանք։ Մի քանի ուրիշ տեղ է։ Քեզ 1 ժամը բավարար է։ Միանգամայն, ուրեմն 1 ժամից կհանդիպենք։ Քո կարծիքով ում է տանում այդ ծաղիկները։ Չգիտեմ, իմ կարծիքով ինչ որ աղջկա։ Հա, ասած մի աղջկա։ Էլե։ Քեզ հետաքրքիր է, թե մի քիչ խանդում ես։ Խանդում եմ։ Ինչու պետք է խանդեմ։ Ուղղակի հետաքրքիր է։ Լավ, արի գնանք գործվածքեղենի խանութ։ Հետո Միլիի մոտ կմտնենք։ Կարող եք 3-շաբթի օրը գալ։ Շնորհակալ եմ։ Մամ, քեզ մոտ են եկել։ Դուրս արի։ Այո, դուք կարող եք շարունակել։ Ռոզա, նայիր, որ կաթը չթափվի, խնդրում եմ։ Սա ձեզ համար եմ բերել։ Ափսոս մի քիչ թորոմեցի։ Ոչինչ, ջրի մեջ դնենք, հետ կգան։ Ես դեռ ձեզնից ներողություն չեմ խնդրել։ Ներեցեք, խնդրում եմ։ Ամեն ինչ կարգին է, ես չարացած չեմ։ Հրաշալի ծաղիկներ են։ Քեսին է հավաքել։ Շնորհակալ եմ ձեզ եւ քեսին։ Խնդրեմ տիկին, ես չափազանց զգացված եմ։ Չեք ուզում նստել։ Ձեզ կարկանդակ կհյուրասիրեմ։ Օ, չեմ կարող, երևի հիմա ինձ են սպասում։ Գնումներն արդեն ավարտած կլինեն։ Եթե խանութ են մտել, հույս չունենաք։ Նստեք, խնդրեմ։ Ռոզա, խնձորի կարկանդակ բեր, խնդրում եմ։ Այո, տիկին։ Ես ուզում եմ պարտքս վերադարձնել։ Դուք ձեր խոսքի տերն եք, երիտասարդ։ Հայրս էր ասում, միշտ խոսքի տեր է եղիր եւ պատասխան տուր արածիդ համար։ Իհարկե, կարող էի ասել եւ եկեք մոռանանք ամեն ինչ, բայց ես այն օրը ահագին նյութական վնաս կրեցի։ Վերջերս մի լավ գիրք էի կարդում, որտեղ գրված էր. Քեն մի պահիր եւ ներողամիտ եղիր քո եղբոր նկատմամբ։ Շատ զգացված եմ։ Երևի սա ձեզ մոտ եղած ամբողջ գումարն է։ Մեկ է կարկանդակի համար չեք կարող վճարել։ Ռոզա, խնդրում եմ գնա, արծաթյա սպասքը փայլեցրու։ Հիմա տիրուհի։ Այս դերահաս աղջիկները ինչ հետաքրքրասեր են ու չարաճճի։ Ամեն ինչ այնպես է խճճվել, տիկին Միլի։ Ինչ որ բանից տխրել ես, Կլարկ։ Երբեմն այն, ինչ մեր կողքին է, իրականում ամենահետաքրքիրն է, որ կարող է մեզ հետ լինել։ Այո, այդպես է։ Ուղղակի
Համբերող եղիր եւ պարզապես գոհացիր ունեցածով։ Մենք երբեք չենք կարող իմանալ հաջորդ պահին ինչ է մեզ սպասում։ Օ, տեսեք ովքեր եկան։ Ես էլ զարմանում էի, Կլարկն այստեղ է, իսկ դուք դեռ չկաք։ Եթե իմանայի, որ այստեղ է լինելու, կասեի միասին գնանք։ Կլարկը ինձ շատ գեղեցիկ ծաղիկներ նվիրեց, որպեսզի ընդունեմ իր ներողությունը։ Ինչ հաճելի է դա լսել։ Ռոզան խոհանոցում է։ Էլեն, նստիր։ Գնամ տեսնեմ ձիերն ինչ վիճակում են։ Մնա, մի գնա։ Ձիերին ինչ պետք է լինի։ Չէ, ծարավաց կլինեն։ Շնորհակալ եմ կարկանդակի համար։ Ես եկա, իսկ ինքը գնում է։ Հրաշալի տղա է։ Նման չի են մյուս ոսկի փնտրողներին։ Այս տղան պատասխանատվության զգացում ունի։ Կարծում եմ ճիշտ ես։ Գիտես, մեծ տարբերություն կա սիրահարվելու ու սիրելու միջև։ Հավատա ինձ։ Ահագին բանջարեղենի սերմ եմ հավաքել։ Մնում է բացատից ծաղիկների սերմերը հավաքեմ։ Զգույշ կլինես։ Եվ աշխատի շատ չուշանալ։ Շատ լավ։ Ահրելի մեծ այգի ենք ունենալու։ Այգով շատ է ոգևորվել։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Ցանելու ժամանակն է։ Այո։ Մի քիչ էլ փխրեցնեմ ու գոմախ պավելացնեմ։ Հետո սերմերը կցանեմ ու կբարձրանան։ Հողագործությունից լավ ես գլուխանում։ Կարևոր բաները գիտեմ։ Կարդում ես։ Այնքան էլ չէ։ Հորիցս եմ մի քիչ սովորել։ Շատ էր ուզում, որ կրթված մարդ դառնամ։ Հորդ հարգում ես։ Շատ։ Մորս էլ։ Երեխա ժամանակ շատ էի խնդիրներ ստեղծում։ Ու վզակոտից ստանում էի։ Ցավոտ է եղել երևի։ Փոխարենը այստեղ չէիք լինի, հող չէիք փորի եւ գոմախբի հետ էլ գործ չէիք ունենա։ Ձեր հայրը հաճախ էր ժպտում։ Այո։ Իմն էլ։ Կարոտում եք։ Այո։ Ամեն վարքյան։ Երբեմն ինձ թվում է ծիծաղի ձայնն եմ լսում։ Ու շրջվում եմ, ինձ թվում է, որ հիմա կտեսնեմ։ Երևի հիմարությունը, չէ։ Չէ։ Ոչ մի տարօրինակ բան չկա։ Կարոտից է։ Կարոտը երբեմն ցավոտ է լինում։ Ձեր հայրն էր այդպես ասում։ Մորիցս էր սովորել։ Մենք պետք է լավ բաներ հիշենք։ Վատ մտքերը մեզանից հեռու անենք։ Թույլ չտանք, որ դրանք իշխեն մեզ վրա։ Ոյ, տես է։ Հիմա կարող ես ուտել։ Հիմա դու։ Քո տեղը լինեի այդպես չէի անի։ Գիտեմ հիմա ինչ ես մտածում։ Իսկապես, այո, քեսին շատ է կապվել հետը։ Քեսին Ռոզին ասել է, որ Կլարկ Դեվիսին հորն է նմանեցնում։ Հա, գիտեմ, շուտով կհեռանա այստեղից։ Կալիֆոռնիա կգնա իր երազանքների հետևից։ Բայց նա մյուսների նման չէ։ Ինչ։ Ինչ ես այդպես նայում։ Օ, Տեր Աստված։ Չէ, Էմիլի, սխալ հետևություններ մի արա։ Սիրահարվել ես։ Ոչ, չեմ սիրահարվել։ Ես ոչ դրա ժամանակն ունեմ, ոչ էլ հավեսը։ Հավատացնում եմ քեզ։ Բայց իսկապես լավ մարդ է։ Առանց նրա դժվար է լինելու։ Քեսի մասին մտածիր։ Աղջիկը առանց մոր է մեծացել, հետո հորը կորցրեց։ Կլարկի գնալուց հետո նրա համար շատ դժվար կլինի։ Քեսի ինչ ես տեսել։ Գնաց ծնողների գերեզմանի համար ծաղիկ հավաքելու։ Քեզ հետ խոսել է։ Գուշակում եմ ինչի մասին։ Երբեմն ժամանակը ամեն ինչ տեղն է գցում։ Ինձ թվում է շատ է կապվել քեզ հետ։ Քեսին սովորական աղջիկ չի։ Շուտով քո գործը այստեղ կավարտվի։
Այո, ժամանակը թռավ։ Կալիֆոռնիա ես գնալու։ Այդ մասին վաղուց եմ երազում։ Ինձ թվում է քեզի համար դժվար է լինելու քեզնից բաժանվելը։ Կարծում եմ, որ ինձ համար էլ է ծանր լինելու բաժանվել։ Իսկ քեզ համար։ Իսկ քո կարծիքով։ Մայրս ասում էր, որ նա ով հարցին հարցով է պատասխանում, խուսափում է պատասխանից։ Երևի արդեն քաղցած կլինես։ Գնամ մի բան սարքեմ։ Աստված երևի քարացրել է Կլարկի սիրտը, որ Կիրակի օրը եկեղեցի գնալու փոխարեն աշխատում է։ Ես չեմ հավատում, որ Աստված է այդպես անում։ Մենք ինքներս ենք մեր ընտրությունը կատարում։ Հարարողությունը ո՞նց անցավ։ Շատ լավ էր։ Մի լինել փուդինգեր սարքել թեյախմության համար։ Ընտիր բաներ։ Հա, ձեր մասին էր հարցնում։ Ռոզան էլ։ Քեսի, գնամ մի ճուտիկ բեր։ Ես կարտոֆիլ կխաշեմ։ Սա ձեր կատարած աշխատանքի համար։ Ամեն ինչ կարգին է։ Այո, Շնորհակալ եմ։ ինչի համար։ Աշխատավարձի։ Դու այնքան բան ես արել։ Ես կուզենայի ավելի շատ վճարել։ Չէ, այսքանն էլ է հերիք։ Այսօր Կիրակի է։ Այո, ճիշտ է։ Կուզես մեզ հետ ընտրել։ Հրավիրում ես։ Մայրդ չի ասել, որ հարցին հարցով չպատասխանես։ Այո, ուզում եմ ձեզ հետ ընտրել։ Դե կգաս։ Ես ճուտիկ կպատրաստեմ։ Իսկ ես մինչ այդ ձիերին արձակեմ։ Բա հետո ինչ եղավ։ Ես ու Դանիելը թաքնվեցինք եւ այդ ավազակները մեզ չտեսան։ Այնքան մութ էր, մենք ոչ ճանապարհն էինք տեսնում, ոչ էլ նույնիսկ մեր ոտքերը։ Վախենում էիք։ Այո, մի քիչ։ Հետո ծառավել էինք, իջանք առվակից ջուր խմելու, իսկ դիակը նրանք թողել էին ճանապարհին։ Հետո ինչ եղավ։ Ես ու Դանիելը այդ մեռածի գրպանները դատարկեցինք, իսկ Մարմինը գցեցինք գետը։ Հետո Դանիելը գնաց ու դիակի փոխարեն ինքը պարկեց ճանապարհին։ Լուրջ ես ասում։ Հա, բա ինչ։ Ավազակները վերադարձան։ Չնկատեցին էլ, որ դիակը մի քիչ բու է քաշել, իսկ այդ դիակը Դանիելն էր։ Բա հետո Դանիելն ինչ արեց։ Դանիելը հանկարծ վեր թռավ տեղից։ Մենք չարաճճիություններ շատ էինք անում։ Պատկերացնում եմ։ Բարև Կլարկ։ Բարև տիկին Միլի։ Հա, պարտքերը մարելու օրն է։ Այո, տիկին։ Ժամանակը ոնց է թռչում։ Եվ անցածը էլ հետ չես բերի։ Ինձ թվում է շատ կարճ տևեց, երևի անընդհատ ինչ-որ բանով զբաղված էի դրանից է։ Երջանկությունն էլ է կարճ տևում։ Այո, տիկին։ Հետո ինչ ես անելու։ Այլևս վարձու աշխատանքով չես զբաղվելու։ Դեռ չգիտեմ, չեմ մտածել։ Ուզում ես արևմուտք ուղևորվել։ Երազանքներիդ հետևից։ Հուսով եմ։ Այդ մասին շատ եմ երազել։ Դա վաղուց եմ ծրագրել։ Ծրագրերը կարող են եւ փոխվել։ Այո, տիկին։ Կանգնեք, պարոն Դեվիս։ Շերիֆ, Ընկերոջը Դենիելի մասին նորություններ կան։ կախաղան են հանել։ Ոչ։ Այս անգամ կախաղանից բրծավ։ 6 ամսով տաժանակրության են ուղարկել։ Ամեն դեպքում ավելի լավ է այդպես։ Երևի։ Կամ էլ կարող են թամենը հետաձգել են խուսափելին։ Շնորհակալ եմ նորության համար։ Շատ լավ եք, պարոն Մայնորը։
Հելենը շատ համակրելի տեսք ուներ։ Այո, սեր։ Շատ գեղեցիկ է։ Էլբին էլի խելոք չի մնում։ Շատ ուժեղ փոթորիկ է լինելու։ Տանիքը շատ հին է։ Չէի ուզենա, որ ընկնեիք, վնասվեիք։ Շնորհակալ եմ քեզի։ Բարի լույս, Կլարկ։ Բարի լույս։ Հրաշալի օր է, չէ՞։ Հա, շատ լավ օր է։ Տանիքն ես ուզում նորոգել։ Մի քանի օր դեռ պետք կլինի, որ ամեն ինչ ավարտեմ։ Շերիֆը անձրևներ է կանխատեսում։ Իմ կարծիքով այս անգամ Էլբին սխալվում է։ Անձրև չի գա։ Մի քանի օր հաստատ։ Երևում է Էլբին չէր սխալվել։ Այո, չի սխալվել։ Չէր կարող մի քանի օր էլ սպասել, որ տանիքը ավարտեի։ Տանիքը հին է, բայց պետք է որ դիմանա։ Քայլը տարա։ Կենթանիները որտեղ են։ Անձրևից առաջ գոմում փակեցինք։ Դե խաղա։ Խաղա։ Փոթորիկն ուժեղանում է։ Այո, այդպես է։ Այդպես էլ գիտեի։ Տանիքից էր պետք ամեն ինչ սկսել։ Ուր ես գնում։ Այս ծակը պետք է փակել։ Հետո կանես։ Հեղեղի պես թափվում է։ Ջուրը ինձ բան չի անի, նույնիսկ զվարճալի է։ Կլարկ, խնդրում եմ։ Այստեղ մնա։ Կայծակը կխփի։ Էլի տանիքի վրա։ Քո կարծիքով ոչ մի վատ բան չի լինի, չէ՞։ Տեր Աստված օգնիր Կլարկին։ Համոզիր, որ իջնի։ Լավ, գնամ փորձեմ։ Երևի ինքդ էլ ես նկատել, որ մի քիչ համառն է։ Քեսի! Չի մերել։ Կարծում եմ վաղը լավ կլինեմ։ Կներես, ես չպետք է այստեղ մնամ։ Ոչ, այսօր մնա այստեղ։ Բուխարիկի մոտ անկողին կգցենք, չէ՞ Էլեն։ Թող մնա այստեղ։ Սիրտդ չի խառնում։ Գլուխդ չի ցավում։ Ամեն ինչ լավ է։ Այո։ Դա լավ է։ Ուրեմն ուղեղի ցնցում չես ստացել։ Քեսի, Կլարկի համար սուրճ կզարկես։ Ոնց վախեցա, որ ընկար։ Մտածեցի, քեզ կորցրեցի։ Ես պետք է հավատայի, որ եթե Աստված քեզ ուղարկել է, չի խլի ինձնից։ Ես աղոթում էի քեզ համար։ Աստված լսեց ինձ։ Իսկապես լսեց։ Էլեն, ես
Հանգստացիր։ Սերիմ։ Տերիմ, դու մեզ ազատեցիր փորձանքից, դու թույլ չես տա, որ մենք փորձանքի մեջ ընկնենք։ Շնորհակալ եմ, որ Կլարկին փրկեցիր։ Կլարկ, շուտ չես վերկացել անկողնուց։ Անասունները ոնց են։ Բոլորը տեղում են կովից բացի։ Փոթորիկը դուրը փոկել է։ Հերու գնացած չի լինի։ Ես բացատում կնայեմ։ Ես էլ գնամ անտառում նայեմ, երևի ծառերի տակ կլինի։ Ես էլ եմ գալիս քեզ հետ։ Մի երկու օր կաթը կարող է վատը լինել, որովհետև լավ վախեցել է։ Կարևոր չի։ Դժվարանում ես քայլել։ Մի քիչ, բայց բան չկա։ Որ ընկար այնպես վախեցա։ Փառքասո օր առանց կոտրվածքի պրծա։ Հրաշք էր։ Իսկական հրաշք։ Աստված մեզ հետ էր։ Նա մեզ պաշտպանում է։ Երեք երեկոյան, երբ փոթորիկը հանդարտվեց, ես աղոթեցի։ Բարիներով չէի աղոթել։ Կլարկ։ Հիշեցի երեխա ժամանակ ոնց էի հավատում։ Այն ժամանակ, երբ մայրս ու հայրս ինձ եկեղեցի էին տանում։ Ես չգիտեի, որ դու ես եկեղեցի գնացել։ Չգիտեմ հետո ինչ եղավ։ Բայց ես հավատացյալ մեկը չեմ։ Երեք երեկոյան դու ճակատս համբուրեցիր։ Դու ինձ ասացիր սերիմ։ Ես էլ կարծում էի քնած ես։ Դու իսկապես այդպես ես մտածում։ Այո, ես այդպես էի կարծում։ Հիմա էլ եմ այդպես կարծում։ Շնորհակալ ենք օգնության համար, Սարա։ Ինչ լավ է։ Գնա։ Իսկապես Կալիֆոռնիա չես գնում։ Մտածում էի գնալ, բայց ինչպես Միլին ասաց, ծրագրերը հաճախ փոխվում են։ Ինչ որ շատ կարևոր բան է եղել, որ ծրագրերդ փոխվել են։ Կանգնիր։ Ջոն, ուրախ եմ քեզ տեսնելու համար։ Ոնց ես։ Բերտ, Շոն, Տեսեք, ովքեր են ժամանել։ սար, Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Տես է։ Ինչ է եղել։ Ինքն է էլի։ Բարև ձեզ, սար։ Ով։ Ջեյք Ուոլերը։ Հիմա ինչ ես անելու։ Պետք է խոսեմ հետը։ Եվ ինչ ես ասելու։ Դե, չգիտեմ։ Կլարկ, ես Չէ, բան չկա։ Դուք պետք է խոսեք։ Բարև Ջեյք։ բարև Էլեն։ Դու ողջ ես։ Իսկ ինչու պետք է ողջ լինի։ Ես հույս չունեի, որ քեզ նորից կտեսնեմ։ Բայց ես ասացի չէ, որ կվերադառնամ։ 2 տարի է անցել։ Քեզնից նույնիսկ մի երկտող չեմ ստացել։ Ես կարծում էի ողջ չես։ Ուրախ եմ քեզ տեսնելու համար։ Քեզի դու էլ ինձ սպասիր, ես պետք է գնամ։
Քեզ հետաքրքիր չի ինչ է լինելու։ Այստեղ այլևս ինձ պահով ոչինչ չկա։ Միլի խորտկարանը դեռ աշխատում է։ Այո։ Այո։ Շատ լավ, դե արի գնանք մի բան ուտենք։ Մենք խոսելու շատ բան ունենք։ Լավ։ Գնանք։ Ես հարստացել եմ։ Իմ ոսկին կբավականացնի, որ մի մեծ գյուղ գնեմ։ Սան Ֆրանցիսկոյում մի մեծ սիրուն տուն եմ առել։ Այնտեղից ամբողջ օրը կարող ես օվկիանոսին նայել։ Շատ ուրախ եմ քեզ համար, Ջեյք։ Քեզ այդ բոլորը դուր կգա։ Ես չեմ կարող պատկերացնել ինձ Սան Ֆրանցիսկոյում։ Ես էլ չէի կարողանում։ Բայց ինձ նայիր։ Տեսնում ես։ Տեսնում եմ, որ շատ երջանիկ ես, ինքնավստահ։ Ես վերադարձել եմ։ Հարստացած, ինչպես խոստացել էի։ Հիմա ես նստած եմ այստեղ քո կողքին։ Եվ քո ձեռքն եմ խնդրում։ Ինձ ամուսնության առաջարկ ես անում։ Այո։ Այո, Էլեն Բարլոու։ Կամուսնանաս ինձ հետ։ Կլարկ։ Ներիր ինձ, խնդրում եմ։ Դու էլ ինձ։ Ես պետք է ճանապարհ ընկնեմ։ Այստեղ ամեն ինչ ավարտեցի։ Գիտեմ, սիրտը ցավում է։ Երևի, բայց ամեն ինչ լավ կլինի։ Մի անգամ Միլին ինձ ասաց, որ սիրահարվելու եւ սիրելու միջև մեծ տարբերություն կա։ Ես հիմա հասկացա դա ինչ է նշանակում։ Դու ասում էիր, որ կան հիշողություններ, որոնք մեզ ցավ են պատճառում։ Իմ սրտում միայն մեկ տղամարդ կա, միակը։ Եվ ես այդ տղամարդու հետ եմ ուզում ամուսնանալ։ Այդ մարդը Կլարկ Դեյվիսն է։ Համոզված ես։ Երբևէ ավելի համոզված դեռ չեմ եղել։ Մնացած այլևս նշանակություն չունի։ Միայն դու։ Կդառնաս իմ կինը։ Հայտարարում եմ ձեզ այրուկին։ Զավակ ես, կարող ես համբուրել կնոջդ։ Կլարկ Դեյվիսն այդպես էլ Կալիֆոռնիա չհասավ եւ հարստություն չկուտակեց, չինական պատն էլ չտեսավ։ Նա իր երջանկությունը Բարլոու ագարակում գտավ, որտեղ որ մեր սրտերն են։ Ասված է, որտեղ որ ձեր սրտերն են, այնտեղ էլ ձեր գանձերը կլինեն։